Սիրելի բարեկամներ, Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Հայաստանի Հանրապետության ամենաառած սեղաններից մեկն է, որը բնականաբար վերաբերում է իհարկե խոհանոցին եւ հերթական անգամ Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարն է մեր եթերում եւ այս անգամ մենք գտնվում ենք Մրգաշեն գյուղում, որ նախկին խորհրդային միության ամենամրգաշատ, ամենապտղաշատ, ամենաբերքաշատ գյուղերից մեկն է եւ այսօր այստեղ մենք կպատրաստենք ձուկը այս ամառանոցի, այս առանձնատան տանտիրուհու Էվելինա Մուրադյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նայելով այս առատությանը ես ուզում հասկանամ մենք ինչ ենք պատրաստելու եւ ինչպես։ Պատրաստում ենք իշխան ամառային տարբերակով։ Ինքը ոչ մի անգամ չի կրկնվում, ելնելով նրանից, թե ամռան որ ամսին է ինքը պատրաստում եւ ինչ կա սառնարանում։ Բարձրապես ելնելով այն ամենից, թե ինչքան առատ է մեր բոլորի այգիները, ինքը տենց շատ թվում է, բայց իրականում ոչ մի արտասովոր բան։ Ամառային տարբերակով իշխան։ Այո, հրաշալի, ես այստեղ տեսնում եմ խաղողի որդատունկերի մոտիկ այն հատվածներ, որ թերևս կօգտագործենք իրեն որպես բարձիկ, որ պոկել եք ձեր այգուց եւ այս ամեն ինչ որ տեսնում ենք կանաչեղենը հիմնական ձեր այգուց է, թերևս բացի ձկից եւ համամունքներից, այո։ Այո, այո։ Հրաշալի, հիմա սկսենք պատրաստել։ Ասեմ, որ Էվան Կոտայքի մարզի երիտասարդ գործարարներից է, երիտասարդ կին գործարարներից, որը մասնակցել է նաեւ սոցիալական ձեռնարկատերերի դպրոցի դասընթացներին եւ կարող ենք ասել, որ նաեւ սոցիալական ձեռնարկատեր է, որովհետեւ այն ամեն ինչ որ մենք այստեղ ստեղծնում ենք, կամ ինքն է աճեցնում, կամ ինքը ձեռք է բերում հարևաններից, մրգաշատի շնորհաշատ այդ այգետերերից եւ բանջարոնացատերերից։ Հիմա մենք մի թեթև կբովենք սոխը, որտեվ բոլորիս հայտնի է, որ բանջարեղենը ինքը բոված շատ ավելի համեղ է։ Այս սոխի մեջ մենք ավելացրեցինք մեխակի հատիկներ, ինքը այլ ավելի իրան կնդգծի համար։ Հայտնի մի երգ կա, մեխակները սուր նվիրեմ հայկական ֆոլկից է, եւ այդ երգի բառերի հեղինակը մեր լավ բարեկամներից է, բանաստեղծ Հովիկ Հովյանը, որ ժամանակին էջմիածնում մեր Սուրբ քաղաքում վոկալ գործիքային համույթի ինչպես կատարողներից էր, այնպես է երգերի հեղինակն էր։ Ձուկը ինքը աղի մեջ մնացել է, բայց այդուհանդերձ մենք մի հատ թեթևակի ավելացնենք։ Պարոն Խաչիկյան, ոչ մի արտասովոր իրականում ուտեստ հիմա մեր խոհանոցում չի պատրաստում, պարզապես պատրաստում է ձուկը այնպես, ինչպես մենք ենք սիրում։ Ընդհանրապես այս աշխարհում ոչ մի արտասովոր բան չկա, բայց 7 նոտայով Բեթհովենը ստանում է հիանալի երաժշտություն, այդ նույն 7 նոտայով շատերը ստանում են թուրքական հուղավներ եւ կալկալոցներ, որը չպիտի ունենանք, չէ՞։ Մեզ ավելի հաճելի է մեր ունկին լսել Կոմիտասյան, Արամ Խաչատրյան, Արնո Բաբաջանյան եւ լրիվ անտեղի մանավանդ մեր դարավոր հակամարտության դեպքում օգտվել այլ ազգի ոչ այնքան բարձր երաժշտությունից, չէ՞։ Այդպես էլ մթերքներն են, իրենք բոլորի մոտ նույնն են, բայց ոչ բոլորի մոտ է որ լավ արդյունքներ ապահովում։ Ինձ թվում է գիտեք ու մոտ է լավ ստացվում, պարոն Խաչիկյան, ասեմ։ Ինձ թվում է ստացվում է մարդկանց մոտ, ովքեր բարի են ու ջիգարով։ Այո, արվեստի մեջ եւ ցանկացած գործի հնարավոր է որ մարդը լավ արվեստավոր լինի, բայց արվեստագետը պիտի պարտադիր բարի լինի։ Դե խնդրում եմ այդ դեպքում ավելացնում ենք ջիգար բառը թարգմանեք եւ ասեք։ Ջիգարը դա մեր մարմնակազմության մասերից մեկն է, որը օգտագործելու դեպքում բնականաբար մեզ ոչինչ չի ասի։ Մենք ավելացնում ենք խնոցի կարակ, որովհետև որը դուք ստանում եք ձեր հարևան գյուղացիներից։
Ես կարող եմ ինձ նման շռայլություն թույլ տալ, որտեվ ես բնակվում եմ համայնքում։ Իսկ ովքեր ուզում են իրանք է թույլ տան, թող իրանք է տեղափոխվեն ու ապրեն համայնքում։ Կամ էլ կան օգտվելու ձեր ամառանոցի հնարավորություններից։ Մեր դռները միշտ Տղանձե կաթսայի մեջ մենք տեղավորում ենք կարմիր մսով իշխանը, որովհետև պղինձը ինքն կարմիր գույնի է։ Պղինձը ամենակարևոր մետաղներից մեկն է եւ համաշխարհային քաղաքակրթության ամենամեծ ձեռքբերումներից մեկը դա բրոնզի ստացումն էր, որը պղնձի եւ անագի, պղնձի եւ ալյումինի միացումն է, չէ՞։ Ինքը բրոնզը բնության մեջ չկա որպես այդպեսին, որպես մետաղ, բայց քանի որ պղինձը ինքը փափուկ է, բրոնզը հնարավորություն տվեց, որպեսզի այն օգտագործի ռազմական գործիքները կատարելագործելու համար, աշխատանքի գործիքները կատարելագործելու համար եւ պատահական չի, որ մարդկային քաղաքակրթության պատմությունը գիտի նաեւ բրոնզեդար, վաղ բրոնզեդար, միջին բրոնզեդար եւ ուշ բրոնզեդար հասկացությունները։ Մրգաշենը հայտնի է իր մրգերով, մասնավորապես ծիրանով, եւ այստեղ մենք տեսանք ինչպես է մաքրամաքուր ծիրանը օգտագործվում։ Նկատում եք, որ Էվան բավականին շատ եւ հետաքրքիր համոքներ օգտագործում եւ հետաքրքիր մրգեր։ Այդ թվում ծիրանը ինքը օգտագործում է ինչպես թարմ, այնպես էլ չիրը, հա։ Հիմա նռան օշարակ եք օգտագործում։ Այո։ Ստացվում է, որ մենք տարբեր լեզուներով ենք խոսում, ես մեկնաբանում եմ, Էվան լցնում է, հա։ Իսկ հիմա ինչ Հիմա ավելացրեցի կարմիր գինի։ Հրաշալի։ Հիմա դաղալություն չեմ անում եւ կասեմ ինչ եմ ավելացնում։ Մեր իսկ պատրաստած տոմատի մածուկան, լոլիկի մածուկան։ Ես առաջարկում եմ, որ մենք մի հաղորդման ընթացքում առանձնակի անդրադառնանք իրան եւ եթե հեռուստադիտողները հավանեն այս հաղորդումը եւ ուզենան մրգաշեն գալ եւ հավանեն ձեր պատրաստած եւ փորձեն իրենք էլ պատրաստեն, դրանից հետո գուցե թե նաեւ մեկ հաղորդում եւս կհասկացնենք ձեր հետ, առնվազն կամ մեկը եւ կլսենք ձեր բացատրությունները կապված լոլիկի մածուկի հետ։ Ստեղծագործական կազմը գլխով հավանության նշաններ է անում, որ այո մենք համաձայն ենք, որովհետեւ մրգաշենը շատ էլ հեռու չէ, Երևանից։ Չէ, ինքը իրականում եթե վերցնենք Կոմիտասի պողոտայից, իրեն հեռավորությունը 15 կիլոմետր։ Հեռու քաղաքակրթությունից եւ մոտիկ քաղաքակրթությանը։ Այն ինչ որ պանդեմիայի ժամանակ շատ կարեւոր է, չէ՞։ Իհարկե։ Մենք կարմիր եղանակով տեղափոխեցինք կարմիր կաթսայի մեջ մեր ձուկը, հիմա սպիտակ եղանակով կպատրաստենք սպիտակ կաթսայի մեջ եւ սպիտակ կաթսայից աղաջի մեջ պահված ձուկը կտեղափոխենք եւ կդասավորենք։ Նա պատրաստեցինք կարմիր եղանակով, այսինքն ռագուի տիպի, հիմա կպատրաստենք միջազգայինորեն ընդունված ֆրիկասե ձևով, այո։ Հրաշալի։ Խնոցու կարագը տեղափոխում ենք մեր չուգունե կաթսայի մեջ։ Պարոն Խաչիկյան, թող ներեն ինձ բոլոր նիհարող հայտիկնայք, բայց ինձ թվում է, որ ձուկը կարագ սիրում է։ Ընդհանրապես նիհարելը կամ գիրանալը դա կապ չունի, այսպես ասած, թե մարդը ինչքան կալորիա է օգտագործում եւ դա ընդհանրապես մարքեթինգային քայլ է եւ ովքեր դրա մասին խոսում են 20-30-ական թվականներին, իրենք հետո հրաժարվեցին, որովհետեւ դա բնավ կապ չունի եւ դա ընդհանրապես մարքեթինգային քայլ է, որ հիմա օգտագործում են շատ ու շատ ընկերություններ եւ այդ թվում ասեմ, որ Միացյալ Նահանգները որ հայտնի է իր գերերի թվով, այնտեղ էլ ամենամեծ պայքարն է տարվում այդ կալորիաների համար մղվող պայքարը։ Տեսեք, այնտեղ մենք առաջին տարբերակում մենք ավելացրեցինք բոված սոխ մեխակով, իսկ այստեղ մենք ավելացնում ենք կանաչ սոխ։ Ինքը նույնպես ես համարում եմ, որ ձուկը եւ կանաչ սոխը իրենք շատ հետաքրքիր Հոգեհարազատ
Այո։ Համադրությունը։ Ձեր։ Այո։ Պետք է ասեմ, որ դժբախտաբար մեր ձկները, քանի որ օվկիանոսային չեն եւ ծովային չեն, դժբախտաբար նրանց յուղային մասը քիչ է, իսկ ցանկացած ձկան դեպքում շատ կարևոր է համի տեսակետից նրա ճարպային մասը եւ այդ իսկ պատճառով խոհանոցում կարելի է օգտագործել ինչպես կարակ, այնպես էլ ձեթ այդ ճարպային մասը ստանալու համար։ Իսկ որպես հեղուկ զանգված մենք այստեղ օգտագործում ենք սպիտակ, մուսկատ սորտի տեսակի խաղողի գինի, ինքը իր հերթին շատ հետաքրքիր։ Մուսկատը նաև վարդի համ եւ հոտ ունի, կարծես թե մոտ է դրան։ Դրա համար սա կզարդարենք վարդերով, հա։ Սիրելի հեռուստատող, դուք տեսնում եք, որ մենք ունենք այս ափսեի մեջ կարմիր վարդեր 3 հատ, այս մեկ ափսեի մեջ 3 հատ սպիտակ վարդեր, դրանից հետևում է, որ այլևս մենք ավարտին ենք մոտեցել եւ եկել է արդեն իսկ մատուցման պահը։ Եվ սա ամենահաճելի պահերից է մեր հաղորդման երկու պարզ պատճառով։ Առաջին, որ մենք հնարավորություն ենք վայելելու այն ամեն ինչ, որ մենք ստեղծում ենք, եւ երկրորդ, հանելու մեր շնչադիմակները եւ վերջապես ժպտալու մեր հեռուստադիտողին։ Այս հաղորդման ընթացքում ես չկարողացա օգնել Էվային պատրաստման ընթացքում մեկ հարցում փորձեմ օգտակար լինել, դա գինին է լցնելու process-ն է, որտեղ մտածեմ կոռեկտ կլինի, որ տղամարդը լցնի, սպիտակ գինի ենք լցնում եւ թերևս փորձենք սպիտակ ձուկը, կարմիր ձուկը թողնելով հեռուստադիտողի եւ մեր ստեղծագործական խմբի համար համեցեք։ Ես կցանկանայի, քանի որ ինքը սպիտակ գինի ենք մենք օգտագործում, իսկ սպիտակը գիտեք, որ մաքրության եւ անաղարտության նշան է, սպիտակը նաեւ լույսի նշան է։ Ես կցանկանայի, որ մաքուր եւ անաղարտ լինի ինչպես ձեր կյանքը, այնպես էլ մաքուր եւ անաղարտ լինի այն գործունեությունը, որ դուք վարում եք եւ կցանկանայի անաղարտությունը, որ կա ձեր բռնած գործի մեջ, ինքը հաջողի եւ ունենաք բազում հյուրեր եւ ձեր գործը պսակվի հաջողությամբ եւ կուզենայի մեր բոլոր հեռուստատողների անունից հաջողություն մաղթել երիտասարդ կին ձեռներեց Էվելինա Մուրադյանին իր ձեռնարկների մեջ։ Սիրելի հեռուստադիտող, հերթական անգամ ավարտին է մոտենում Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարը, որ մենք պատրաստեցինք Հայաստանի գեղատեսիլ վայրից մեկում, Մրգաշենում Կոտայքի մարզի, եւ պատրաստեցինք հետաքրքիր ձուկ, որը հիմա Էվան կտեղափոխի մի մասը իմ ափսեն, մյուս մասը իր ափսեն, եւ մենք այն կփորձենք։ Գինին անպահական էր։ Գինին տեղի գինն էր։ Այո։ Հիմա փորձենք։ Շքեղ համ այն շքեղությանը հարի, որ կա այս բնության եւ այս մարդկանց մեջ։ Շնորհակալություն, կհանդիպենք մեկ անգամ եւս մեկ շաբաթից Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում։